Ավարտվել է Ադրբեջանի նախագահի երկօրյա այցը Գերմանիա, նախորդին Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, նա նախ հայտարարել է, թե Բաքվում կայացել են ռուս-գերմանական գաղտնի բանակցություններ, որոնց մասին ադրբեջանական կողմին չեն տեղեկացրել, հետո Ալիևը խոսել է Ռուսաստանի էներգետիկ թուլացման մասին։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Ալբերտ։ Արման, ինչպես հասկանալ Բաքվի հակառուսական այս քայլերը ու արդյոք արձագանք կա Մոսկվայից։ Ալբերտ, Բեռլինում մենք տեսանք Բաքվի հաշվարկված երկդիմի քաղաքականությունը։ Ըստ էության, Ալիևը փորձում է առավելագույն օգուտներ քաղել Ռուսաստանի ներկայիս թուլացած վիճակից։ Հատկապես հետաքրքիր է, թե ինչպես էր Ալիևը Բեռլինում օգտագործում ռուսական կողմի խնդիրները։ Ալիևը Գերմանիայի կանցլեր Մերցի հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարեց, մեջբերեմ, Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ նավթ եւ գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին, ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից հետո ռուսական նավթավերամշակող գործարանների աշխատանքի խաթարման պատճառով։ Ըստ էության, սա ուղղակի հարված է Մոսկվայի վարկանիշին։ Ալիևը եվրոպացիներին ասում է, Ռուսաստանը դուրս է մնում խաղից, ներդրումներ արեք իմ ենթակառուցվածքներում, որ ես փոխարինեմ նրան։ Սրան ավելանում է նաև Բաքվում ռուս-գերմանական գաղտնի բանակցությունների մասին բարձրաձայնելը։ Ալիևի պնդմամբ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը եւ Ռուսաստանի նախագահին կից գործող քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադիևը։ Սրանով Ալիևը փորձում է ցույց տալ, թե ինքը տեղյակ է այս ամենից եւ թույլ չի տա իր տարածքն օգտագործել առանց իրեն տեղյակ պահելու։ Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին, Մոսկվայից պաշտոնական արձագանք չկա, բայց հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցությունները կրկին փաստեցին, որ վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները դուրս են եկել լարվածության փուլից։ Իսկ Ադրբեջանից հնչող հակառուսական հայտարարությունները, Ուկրաինային աջակցող թեզերը Մոսկվան ստիպված կուլ է տալիս, որովհետև այս փուլում չի ցանկանում ավելորդ լարվածություն հարավային Կովկասում։ Իսկ Ադրբեջանը զգալով սա փորձում է արևմուտքին վաճառել իր հակառուսականությունը, իսկ ետնաբեմում Մոսկվայի հետ պահպանում է առևտրական եւ տնտեսական գործարքները։ Արման, Բերլինում Ալիևը խոսեց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, նա ասաց, թե Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել եւ ստացել դրական պատասխան, նաև խոսեց դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մատակարարման մասին, խոսքը ինչպես գիտենք շուրջ 19000 տոննա վառելիքի մասին է։ Սակայն ինչպես գիտենք, այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Սա արտաքին լսարանի համար կառուցված խաղաղարար Ադրբեջանի պատրանքն է, Ալբերտ։ Ալիևը եվրոպական գործընկերներին ցույց է տալիս, թե ինքը իբր տնտեսապես օգնում է Հայաստանին, վառելիք է մատակարարում եւ տարածաշրջանում իրական խաղաղություն է հաստատել։ Սրանով նա արևմուտքին հասկացնում է, որ Հայաստանն արդեն իսկ տնտեսական կախվածության մեջ է Բաքվից, հետեւաբար Եվրոպան կարող է չմիջամտել հայ-ադրբեջանական գործընթացներին։ Սակայն Բաքվից պարբերաբար հնչող պահանջները Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի բավարարվում դե ֆակտո խաղաղությամբ։ Նրանք փորձում են ուժի սպառնալիքով փոխել Հայաստանի մայր օրենքը, որպեսզի ապագայում ունենան լեգիտիմ հիմքեր նոր պահանջներ ներկայացնելու համար։ Այսինքն էժան նավթամթերքի մասին խոսակցությունները պարզապես քողարկում են խորքային քաղաքական ճնշումները։ Արման, անդրադառնանք Գերմանիա-Ադրբեջան հարաբերություններին, մենք տեսանք, որ Ալիևն ու Մերցը ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Ըստ քեզ ինչու է Եվրոպան, որը անընդհատ ժողովրդավարություն է պահանջում, աչք փակում Ադրբեջանի բանտերում պահվող եւ քաղբանտարկյալների, ինչպես նաեւ հայ ռազմագերիների փաստի վրա։ Պատասխանը մեկն է, Ալբերտ, եվրոպական էներգետիկ պրագմատիզմը։ Գերմանիան եւ Եվրոպական միությունն ունեն գազի ու նավթի խիստ կարիք, իսկ Ալիևը պատրաստակամություն է հայտնում ավելացնել մատակարարումները։ Այսօր արդեն ադրբեջանական գազը հասնում է եվրոպական մոտ 10 երկիր։ Ալիևը Բեռլինում նույնիսկ կոչ արեց եվրոպական բանկերին վերանայել իրենց որոշումները եւ ֆինանսավորել ադրբեջանական նավթագազային նախագծերը։
Սա ցույց է տալիս եվրոպական քաղաքականության երկակի ստանդարտները։ Օրինակ, հարևան Վրաստանը չունի նավթ ու գազ, որ վաճառի Եվրոպային, այդ պատճառով ԵՄ նրա վրա ճնշումներ է գործադրում ժողովրդավարության անվան տակ։ Իսկ Ադրբեջանն ունի ռեսուրսներ եւ այդ ռեսուրսների դիմաց Եվրոպան պատրաստ է չնկատել ոչ մարդու իրավունքների խախտումները, ոչ քաղբանտարկյալներին, ոչ էլ հայ ռազմագերիների արկայությունը Բաքվի բանտերում։ Դեմոկրատիայի մասին հայտարարությունները փաստորեն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է գազի խողովակը։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ Ալիևի Գերմանիա կատարած այցի, այնտեղ տեղ ունեցած հանդիպումների եւ հնչած հայտարարությունների մասին զրուցում ենք Այլուրի տարածաշրջանային վերլուծաբան, ադրբեջանագետ, թուրքագետ Արման Բադալյանի հետ։